Երեք առավոտյան Ցահալի ամենամահաբեր ցամաքային ռմբակոծություններ Գազայի հատվածում մոտ 160 մարդ է զոհվել։ Անցյալ շաբաթ առնվազն 464 պաղեստինցի է սպանվել, զոհերից 5-ը լրագրողներ են։ Վերջին մի քանի օրում Իսրայելը թիրախավորել է 670 օբյեկտ եւ ոչնչացրել Գազայի 3 խոշոր հիվանդանոցները։ Նա 2 ամսական էր, մենք քնած էինք, հրթիռի հրեշավոր ձայնից արթնացանք։ Մեր տանն ավելի քան 20 մարդ զոհվեց, երեխաները կտոր են եղել։ Պաղեստինի լրատվական եւ տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական ուժերը ներխուժել են Պաղեստինի Հեբրոն նահանգի Բեյթ Ումար քաղաք։ Մի երեխայի դաժանցեցի են ենթարկել ու ձերբակալել, հետո հրկիզել են 3 բնակելի տուն։ Աղջկաս էի քնեցնում պայթյունի պահին, չգիտենք եւ 16 հրթիռ էր, թե ուրիշ մի բան։ Շուրջս մոտ 40 մարդ սպանվեց, տղաս ու ամուսինս վիրավորվեցին։ 30 տարի տուն ենք կառուցել, այսօր հողին է հավասարվել։ Հիմա այդ տան փլատակներից մեր երեխաների մարմիններն են քանում։ Կատուներն առավոտյան ուտում էին երեխաների մարմինների կտորները։ Մեր միակ պահանջը պատերազմը դադարեցնելն է։ Մարդասիրական պաշարներ էլ չենք ուզում, նախընտրում ենք տերևներ ուտել։ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դատապարտել են Գազայում Իսրայելի նոր ռազմական օպերացիան։ Միջազգային քննադատությունների ալիքին միացել են հարյուրավոր ցուցարարներ աշխարհի տարբեր ծայրերում։ Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ անցկացվում է Եվրոտեսիլ 2025-ը, հազարավոր մարդիկ բողոքի երթեր են կազմակերպել, դատապարտելով Իսրայելի մասնակցությունը եւ վանկարկելով՝ չի կարելի երգել մարդկանց կոտորելիս։ Ոստիկանները արդյունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Մենք այստեղ ենք, որպեսզի բոյկոտենք Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին, նախ աշխարհագրորեն այն Եվրոպայի մաս չէ։ Ռուս-ուկրաինական իրավիճակի պատճառով Ռուսաստանը հեռացվեց Եվրատեսիլ երգի մրցույթից, իսկ Իսրայելը ոչ։ Նիդերլանդներում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ հանրահավաքն է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալներով ավելի քան 70,000 մարդ է փողոց դուրս եկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Նիդերլանդների կառավարությունն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Նիդերլանդների կառավարությանը տրված ցուցումները։ Նիդերլանդների կառավարությունը չի պատասխանում մեր զանգերին։ Փողոցում ենք, որովհետև բոլոր կարմիր գծերն արդեն վաղուց հատվել են։ Շաբաթ օրը եւ Իսրայելը եւ Համասը հաստատեցին, որ Քաթարում միջնորդավորված բանակցություններ են ընթանում։ Իսրայելն ընդգծել է, որ բանակցություններն առանց նախապայմանների են։ Նեթանյահուն չի պատրաստվում ամբողջությամբ բացել մարտի 2-ից արգելափակած մարդասիրական օգնությունը, բայց մտածում է մասնակի վերականգնելու մասին։ Նեթանյահուի ընդդիմախոսները մարդասիրական օգնության մասնակի վերականգնումը ինտենսիվ ռմբակոծության պայմաններում անվանել են խելագար եւ անբարո որոշում։ Արաբական լիգայի առաջնորդները Բաղդադում գագաթնաժողով են հրավիրել եւ միջազգային հանրությանը կոչ արել ֆինանսավորել Գազայի հատվածը վերականգնելու իրենց ծրագիրը։ Համասը հայտնել է, խմբավորումը պատրաստ է ազատ արձակել Իսրայելի գերիներին, եթե Իսրայելը համաձայնի դադարեցնել պատերազմը միջազգային երաշխիքի ներքո։ Այս պահին էլ Գազայի կիսավեր հիվանդանոցներում արյունոտ զեկույցները չեն դադարում։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։